Բարև ձեզ, կրկին էկոնոմիքսն եմ։ Հարգելի հետևորդներ, այսօր խոսելու ենք խորհրդատվական ծառայությունների բիզնեսի ոլորտի մասին։ Այս բիզնեսը սպասարկում է բոլոր բիզնեսներին, բայց միևնույն ժամանակ ունի իր առանձնահատկությունները, իր խնդիրները, որոնք կարևոր նշանակություն ունեն ցանկացած երկրի տնտեսության կայուն զարգացման, ինչպես նաև խնդիրների լուծման տեսանկյունից, քանի որ ծառայության, իրավաբանական, խորհրդատվական այս բլոկն է, որ մյուս բիզնեսների խնդիրներն է փորձում բարձրաձայնել, լուծել եւ առաջ տանել։ Նրանց մասնագիտական խորհրդատվությունը առանցքային նշանակություն ունի։ Այս թեմայով խոսելու ենք Անդերսեն իրավաբանական խորհրդատվական ընկերության տնօրեն պարոն Վարուժան Ավետիքյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ավետիքյան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ավետիքյան, նախ կցանկանայի մի քանի խոսքով ներկայացնեք ձեր Անդերսեն ընկերության հիմնադրման եւ ծառայությունների փաթեթի մասին, նոր արդեն խոսենք այս բիզնեսի առանձնահատկությունների եւ խնդիրների մասին։ Շատ լավ։ Նախ կուզենամ շնորհավորել այս հաղորդման կապակցությամբ, որովհետեւ այս հաղորդմամբ որքան հասկանում եմ դուք վեր եք հանում բիզնեսին առնչվող խնդիրները, դրա համար կարևոր աշխատանք եք կատարում։ Շնորհավորում եմ, շնորհակալություն եմ հայտնում այդ առումով։ Անդերսենը գլոբալ խումբ է, այսպես կոչված պրոֆեսիոնալ ծառայությունների խումբ է, այսինքն մասնագիտացված է իրավաբանական, հարկային, խորհրդատվական եւ նաեւ գնահատման ծառայությունների վրա, գործում է աշխարհի ավելի քան 150 երկրներում եւ Հայաստանում ներկայացված է մեր ընկերության միջոցով։ Գնահատում նկատի ունեք ակտիվների, բիզնեսի գնահատում, հիմնականում բիզնեսի գնահատում, որը Հայաստանում չափազանց ոչ բարվոք վիճակում է, բայց աշխարհում խոշոր բիզնես է եւ կարեւոր ծառայություն է, որ մատուցում է։ Այսինքն Անդերսեն խումբը մատուցում է բիզնեսին պրոֆեսիոնալ ծառայություններ։ Մեր ընկերությունը երկու թևից է բաղկացած՝ իրավաբանական եւ հարկային, եւ փորձում ենք հաճախորդներին օգնել իրավաբանական հարցերով, բիզնեսի հետ կապված հարցերով, ինչպես նաեւ հարկային խնդիրներով։ Թեև կազմակերպությունը 2012-ին է ստեղծվել, այն ժամանակ կոչվում էր TK & Partners եւ Հայաստանում բավական կայացած ընկերություններ, 2024 թվականին է, որ միացել է Անդերսեն խմբին։ Բաժնետերը կամ գործընկերները, ինչպես մենք սիրում ենք ասել, գործընկերները բոլորը տեղացի են, Հայաստանում հիմնադրված ընկերություն է եւ տեղական բիզնեսի հետ ակտիվ աշխատում ենք։ Հիմնական մեր հաճախորդների պորտֆոլիոն կեսը կարող եմ ասել տեղական բիզնեսներն են, կեսը օտարերկրյա, այսինքն օտարերկրյա այն կազմակերպությունները, ովքեր Հայաստանում որևէ ներդրում են ցանկանում անել կամ հայաստանյան գործընկերոջ հետ որևէ գործարք պիտի կնքենք, այդ դեպքում իսկ ոլորտային մասնագիտացում ունեք։ Ամեն ինչ բիզնեսի մասին, այսինքն սկսած տիեզերական գործունեությունից եւ դա կատակ չեմ անում, վերջացած ուրեմն բանկային ծառայություններով մեծածախ առևտուր, տեխնոլոգիական ընկերություններ եւ այլն, ամեն ինչ բիզնեսի մասին։ Բավականին լայն այսպես գործունեության շրջանակ ունեք, կարծում եմ նաև այս թեմայի շրջանակներում կարևոր է հասկանալ ձեր բիզնեսի առանձնահատկությունը։ Դուք տարբեր բիզնեսների հետ եք շփվում, բայց ձեր բիզնեսի առանձնահատկությունը ո՞րն է, որով տարբերում է ընդհանրում բանկային գործունեությունից, արդյունաբերությունից կամ գյուղատնտեսությունից պայմանական։ Լավ, չափազանց կարևոր հարց եք տալիս։ Խորհրդատվական կամ պրոֆեսիոնալ ծառայությունների բիզնեսը ինքը ծախում է ժամ եւ գիտելիք։ Եթե բանկը ծախում է, ենթադրենք, փող, հա, վարկերի տեսքով կամ վերցնում է ուրեմն ավանդներ կամ փոխանցումներ կամ մանրածախ առևտուրը կամ մեծածախ առևտուրը, ինչը պրոդուկտը ստակ, մեր պրոդուկտը մեր ժամն է։ Այսինքն մենք ծախում ենք մեր ժամը, որի ընթացքում որ այն ժամը, որ մենք տրամադրում ենք հաճախորդին, այդ ժամը միայն իր համար է
եւ այդ ժամի ընթացքում փորձում ենք լուծել նրա առջև ծառացած խնդիրները կամ փորձել օգնել նրան հասնել նրան, ինչին որ ցանկանում է հասնել։ Հիմա այստեղ յուրահատկություն կա, շատ հետաքրքրական, պրոֆեսիոնալ, գոնե իրավաբանական ծառայությունների ոլորտում։ Առաջին յուրահատկությունը այն է, երբ հաճախորդները քեզ դիմում են լավ նշանակետի հասնելու համար, այսինքն տրանզակցիա գործարք է, որ պիտի կնքեն եւ այլն, այսինքն դրական, կամ պրոյեկտ է, որ պիտի իրականացնեն եւ օժանդակություն են ուզում, որպեսզի օգնես իրենց, որ իրենց նշանակետին հասնեն։ Բայց երբեմն ցավոք սրտի ստիպված ենք լինում ներքաշվել վեճերի մեջ։ Այսինքն երբ հաճախորդը ունի վեճ այլ հաճախորդի հետ կամ այլ անձի հետ եւ այդտեղ պետք է օգնենք այդ վեճի կառավարման հարցում, հա։ Դա կլինի արբիտրաժում, կլինի դատարանում, կլինի բանակցությունների ոլորտում եւ այլն։ Իմ անձնական նախընտրությունս ավելի շատ ներգրաված լինել ոչ թե վեճերի, կոնֆլիկտների հարթման դաշտում, այլ պրոյեկտների իրականացնան, որտեղ հասկանում եմ դրանք են, որ տնտեսությանը, հանրությանը օգուտ են բերում եւ տանում են տնտեսությունը զարգացման։ Վեճի լուծում ինքնանպատակ չի, չէ՞։ Երբեմն վեճերը չափազանց տգեղ են լինում, այն առումով, որ երկար ժամանակ են բանանում, ահագին ծախսատար են լինում եւ այլն։ Ես անձամբ միշտ հակված եմ կողմերին հաշտեցնել, եթե կարողանում եմ հաշտեցնել, բայց երբեմն գիտեք, մտածում ես, որ պետք է որ հաշտվեն, բայց ինչ որ մի կողմ սուբյեկտիվ, հիմնականում սուբյեկտիվ պատճառներով, երբեմն նաև օբյեկտիվ հրաժարվում է հաշտվելուց կամ երբեմն երկու կողմերն էլ հրաժարվում են հաշտվելուց, ինչ որ տխուր է։ Պարոն Ավետիքյան, Անդերսոն ընկերության կողմից մատուցվող ծառայությունների գնագոյացումը ինչպես է տեղ ունենում, հաշվի առնելով նաև այն, որ այս շուկան բավականին մրցակցային է։ Մեր պրոդուկտը այն ժամն է, որ մենք տրամադրում ենք հաճախորդին եւ կիրառելի ուրեմն ծառայությունների արժեքը մեր կողմից գոնե կիրառվող ծառայությունների մատուցման արժեքը դա ժամային վարձատրությունն է։ Յուրաքանչյուր մասնագետ մեզ մոտ աշխատող ունի հաստատված իր ժամային դրույքը ելնելով իր փորձից եւ գիտելիքներից եւ մասնագիտացումներից։ Մարդիկ կան, որ մասնագիտացած են ֆինանսական ոլորտում, մարդիկ կան, որ մասնագիտացած են ավելի շատ կառուցապատման ոլորտում կամ առևտրի ոլորտում, տեխնոլոգիաների ոլորտում եւ այլն։ Այսինքն ելնելով իր գիտելիքներից եւ փորձից յուրաքանչյուր աշխատողի համար սահմանվում է ժամային դրույք եւ երբ հաճախորդի հետ արդեն ներգրավում ենք եւ նրան պետք է սպասարկենք, մենք առաջարկում ենք այն թիմը, որը պետք է աշխատի տվյալ հաճախորդի հետ։ Հիմնականում մոդելը հետեւյալն է։ Թիմի ղեկավարը լինում է գործընկերներից մեկը, ամենօրյա հսկողություն է իրականացնում աշխատանքի վրա, բայց թիմը անպայման կազմված է լինում առնվազն 2 մասնագետից։ Ինչու 2, որպեսզի փոխարինելիության հարցերը նաև լուծվեն։ Հիմնականում 1 ավագ, 1 ավելի կրտսեր։ Կարող է լինել ավելի մեծ, 3, 4, 5 հոգանոց թմեր, բայց նվազագույնը դա 2 հոգին է։ Եվ յուրաքանչյուր աշխատող ունենալով կամ մասնագետ ունենալով իր ժամային դրույքը դա սահմանված է լինում պայմանագրով եւ հաճախորդի համար արդեն թափանցիկ է թե հաճախորդը տեսնում է այդ ժամային դրույքները։ Այո, պայմանագրում է դա ամրագրվում, բացի դա յուրաքանչյուր ամիս հաճախորդը ստանում է մանրամասն հաշվետվություն, որը գեներացվում է համակարգով ու տեսնում է թե որ մասնագետը քանի ժամ ինչ աշխատանք կատարել, որ ժամից որ ժամը եւ ինչքան է կազմում տվյալ աշխատանքի համար ժամային դրույքով հաշվարկված իր աշխատանքը։ Մեր նախընտրած աշխատավոճը դա է, որովհետև հաճախորդը վճարում են նրա համար, ինչի համար իր մասնագետները աշխատում են, եթե չկա աշխատանք, ապա չկա վճարում։ Մեր բիզնեսի յուրահատկությունը ի տարբերություն այլ բիզնեսների, օրինակ բանկերը գիշերը քնած տանը փող է աշխատում, որտեղ վարկը տվեց, տոկոս ինքը աշխատում է, գիշեր, ցերեկ եւ այլն։ Պրոֆեսիոնալ ծառայությունների ոլորտում, ինչպիսին իրավաբաններն են օրինակ կամ խորհրդատուները, չես գնում աշխատանքի, փող չես աշխատում։ Այսինքն դա մարդկային հարաբերություններ են, ավելի շատ հենված են մարդու վրա։ Եվ վերջերս արհեստական բանականության զարգացման ֆոնին մարդկային գործոնը շատ ավելի կարևորվում է, որովհետև
ահագին բաներ, խորհրդատվական խորհուրդներ, ուղղություններ, նույնիսկ պայմանագրեր կամ այլ իրավական փաստաթղթեր այս օրերին արհեստական բանականությունը դրանք անում է եւ կարող ես իրավաբան նույնիսկ չունենալ։ Շատերը պայմանագիր են տալիս Այո, կարող ես օրինակ արհեստական բանականությունը պարամետրերը տալ պայմանագրի եւ քեզ առաջարկի, ճիշտ է, որքանով է դա համապատասխանում օրենքին, որքանով է ճիշտ արտացոլում գործարկել, դա էլ հարց է, բայց ինչ որ մի օրինակ կարող է տալ։ Անցյալ օրը մի հաճախորդի հետ նախաճաշում էինք, հաճախորդս, որը բավական թեք առումով, բավական տեխնոլոգիական առումով զարգացած մարդ է, ասեց, լսի, ասեց, այս արհեստական բանականությունը ձեր բիզնեսում խանգարումներ չի մտցնում, երբեք վերանալու որպես իրավաբաններ, ասի դա այդ օրին շատ երկար ժամանակ չի մնացել, ասեցի, այո, այդտեղ ահագին disruption է մտցնում, այսպես ասած, բայց ասեցի սրանից հետո կգնաս քո արհեստական բանականության հետ նախաճաշ կարես, ասեցի։ Դա չի կարող փոխարինել։ Ասեց լավ, այդտեղ բռնցրեցիր ինձ, այսինքն այստեղ մարդկային փորձը, աշխարհընկալումը, հաճախորդի հետ մարդկային կապ հաստատելը չափազանց կարևորում է։ Ու հենց այն մասնագետն է կարծում եմ հաղթում, երբ որ հաճախորդը զանգում է իրեն կամ հանդիպում է խնդրում եւ տալիս է հարցեր, որոնք նույնիսկ մասնագիտական չեն, կյանքի հետ կապված հարցեր են։ Այդտեղ է որ մարդիկ կարիք ունեն, այսպես ասած անգլերեն խոսքը hand holding, կամ որ ձեռքը բռնես եւ աջակցես իրան։ Շատ լավ։ Պարոն Ավետիքյան, կարծում եմ նաեւ մեզ հետևորդենք հետաքի ձեր բիզնես մոդելի առանձնահատկություններին։ Այս ոլորտում այդքան շատ ակտիվներ պետք չեն, հա, այսպես ասած, շենք, շինություններ, ինչպես ճիշտ նշեցիք, մարդկային կապիտալը, բայց բիզնես շահութաբերության, այսպես եկամտաբերության տեսանկյունից ինչպիսի թիրախներ եք դնում, հա, ձեր կազմակերպության առջև, որ կարելի է հասկանալ, օրինակ, այս կազմակերպությունը լավ է աշխատում, մյուսը վատ է աշխատում։ Լավ հարց եք տալի, չափազանց կարևոր հարց եք տալի։ Տարբեր երկրներում եւ գլոբալ մակարդակով իրավաբանական ընկերություններ, եթե դրանց վրա կենտրոնանանք, առնվազն խոշորների ֆինանսական ցուցանիշները հրապարակային են։ Հայաստանում ցավոք ոչ։ Մեզ տարիներ առաջ հավաքեցի իմ գործընկերներին, քիչ թե շատ հայտնի փաստաբանական գրասենյակներին եւ առաջարկեցի, որ մենք մի հետազոտություն պատվիրենք, դրա համար վճարենք եւ փորձենք շուկան հասկանալ թե ինչ շահութաբերություն կա, ինչ ծախսային հիմնական մասեր կան եւ այլն, որն է խնդիրը մասնագետների վերապատրաստման առումով։ Շուկայական հետազոտություն պատվիրենք։ Ցավոք սրտի շատ քչերը համաձայնվեցին հետս հիմնականում ցիտելով, որ չեն ուզենա, որ իրենց ինֆորմացիան դուրս գա, բայց դա կարևոր աշխատանք է եւ համեմատության տեսանկյունից այսօր մենք չգիտենք Հայաստանում, թե որն է ամենախոշորը եկամտաբերության տեսանկյունից, որն է ամենախոշորը աշխատողների մասով կարող ես քիչ թե շատ կռահել, որովհետեւ կարող ես վեբ կայքը մտնել, տեսնել քանի հոգի ունեն եւ այլն, բայց ավելի կարևոր ցուցանիշներ, ինչպես օրինակ եկամուտներն են եւ այլն, դա թափանցիկ չէ։ Հիմնականում պրոֆեսիոնալ ծառայությունների ոլորտում աշխատուժը 1/3-ը եկամուտների տանում է։ Այսինքն այն ժամանակը, որ դու վճարում ես կամ այն գումարը, որ վճարում ես աշխատավարձի կամ այլ հատուցումների ձևով եկամուտի 1/3-ը տանում է։ Մյուս 1/3-ը դա կազմում է ծախսեր, հարկեր եւ այլն։ Մնացած 1/3-ը, եթե հաջողվի իհարկե արդեն բաժնետիրոջ ստանձնած ռիսկի հատուցումն է։ Սա է մոտավորապես, ու սա համաշխարհային բաշխվածություն եմ ասում, քիչ թե շատ փորձում ենք սրան հետևել, բայց մեզ մոտ ամեն տարի կազմում ենք բյուջե, փորձում ենք հասկանալ, թե եկող տարին մեր ծախսերը որոնք են լինելու, փորձում ենք որոշակի աճ պլանավորել, լինել ընթացքում։ Շատ է շեղումներ լինում։ Լինում են շեղումներ, բայց ասեմ, որ 2012 թվականից այսօր աշխատել ենք շահութաբերությամբ, բայց փորձում ենք այդ համամասնությունները միշտ պահել, այսինքն աշխատողներին տալ եկամուտների 1/3-ը անել այն ծախսերը, որը անհրաժեշտ է, հա, նրանց լինի դա տարածք, լինեն տրանսպորտային ծախսեր, վերապատրաստումներ, չափազանց կարևոր է վերապատրաստումները։ Ցավոք
Ոմանք դա չեն կարևորում, բայց մենք չափազանց կարևորում ենք, օրինակ մեզ մոտ կա այն, որ եթե աշխատողը ցանկանում է սովորել, ուսանել, կլինի դա փաստաբանական ակադեմիայում, կլինի մագիստրատուրա, կլինի արտասահմանում, մենք դրա համար վճարում ենք։ Պայմանով որ աշխատողը մեզ հետ մնա, այսինքն մենք ուզում ենք աշխատողը, որ մտավ մեզ մոտ, անցավ փորձաշրջանը, հավերժ մեզ մոտ աշխատի։ Չենք ուզում, որ այն աշխատողը, որ անցել է փորձաշրջան, փորձի գտնել, ոչ թե պահում ենք նրան, փորձի գտնել այլ գործատու, որովհետև հավատում ենք, որ լավագույն գործատուն կամ լավագույններից մեկը մենք ենք։ Դրա համար ներդրում ենք իր կրթության մեջ։ Ինձ հուշեցիք հաջորդ հարցը, ըստ էության, պարոն Ավետիքյան։ Ձեր բիզնեսի առանցքը աշխատողն է։ Ինչպես է կարողանում աշխատողին պահել ձեր կազմակերպությունը։ Միայն այսպես վերապատրաստումներով կամ վերապատրաստման ծրագրերով անշուշտ չեք կարող պահել, հա։ Ինչ մեխանիզմեր կա խրախուսման, որը թույլ են տալիս ձեզ պահել աշխատողին։ Շատ լավ հարց եք տալիս։ Օրինակը տամ, որ ավելի խոսուն լինի։ Իմ գործընկերուհիներից մեկը Թամարա Մարտիրոսյան անունով, որտեղ մեր վերկայքի վրա էլ կա, ընդունվել է մեզ մոտ որպես պրակտիկանտ։ Ապա դարձել է կրտսեր մասնագետ, հետո մասնագետ, ավագ մասնագետ, այժմ գործընկեր, այսինքն partner։ Հստակ կարիերայի աճ, երբ որ ինքը կարող է դառնալ բաժնետեր ու դարձել է։ Եվ մենք դա ենք ասում, առաջին անգամ երբ որ մարդը շնորհավորում ենք, որ անցավ իր 3 ամսյա փորձաշրջան, ասում ենք նայ, քո թարգեթը, քո նշանակետը partner դառնալն է։ Եթե դու ցանկություն չունես partner դառնալու, միգուցե քո համար այլ աշխատանք փորձես գտնել։ Եվ դա ոչ միայն ասում ենք, այլ նաև անում ենք։ Ցույց ենք տալիս, օրինակներ կա եւ ունենք այլ օրինակներ, երբ ավելի ավագ գործընկերների հետ սկսում ենք ինչ որ մի պահի խոսել, թե ինչպես են պատկերացնում իրենց բաժնետեր դառնալը, partner դառնալը։ Սա շատ կարևոր է, որովհետև ես գիտեմ հայկական, միգուցե այդ բիզնես մոդելն է ճիշտ, չեմ քննադատում, ճիշտ հասկացեք։ Տարածված մոդելներ։ Տարածված մոդելը, որ բաժնետերը ես եմ, ուրիշ մարդ այստեղ բաժնետեր չի կարող դառնալ։ Դա մեր մոդելը չէ։ Այսինքն աշխատողը, եթե ունի ձգտում, նա կարող է մեզ մոտ դառնալ բաժնետեր, գործընկեր եւ ունենք փաստացի այդ դեպքերը։ Այսինքն միայն իրենց կրթության վրա ներդրում անելը չէ, այլ նաեւ այն ճանապարհային քարտեզը իրենց համար, որ իրենք դառնան մի օր partner դառնան ընկերությանը եւ ղեկավարեն ընկերությունը, որովհետեւ ամեն մի partner, ճիշտ է, ես գործադիր տնօրենն եմ, բայց ես ավելի շատ ծառայեմ, քան թե այսպես ասած թակավոր։ Իմ դերը ավելի շատ ծառայել է մյուս գործընկերներին, որ իրենք կարողանան բիզնես անել։ Շատ լավ։ Վերադառնալով Անդերսեն ընկերության գործունեությանը, ձեր գործունեության ընթացքում ինչ խնդիրներ եք տեսնում, ֆինանսական, հարկային, տնտեսական, որոնք խոչընդոտ են հանդիսանում ձեր ոլորտի զարգացման համար։ Հատկապես օրինակ այս ոլորտի ներկայացուցիչների հետ խոսում ես հիմնական փոքր բիզնեսի, բողոքում են ավելացված արժեքի հարկի անցման անցած տարի։ Անշուշտ դուք խոշոր կազմակերպություն եք, ձեր խոշոր խնդիրները որոնք են։ Ավելացած արժեքի հարկ մենք վճարել ենք 2000 հենց առաջին տարին, որ ստեղծվել ենք 2012-ին եւ այն ժամանակ շատ ավելի փոքր էին։ Հարկերը պետք է վճարես։ Ժամանակին աշխատում էի պետական մարմնում ավելի շատ պետական քաղաքականության եւ այլն առումով ու հետագայում երբ որ եկա մասնավոր սեկտոր, խորհրդատվական սեկտոր, ջղայնանում էի, որ պետությունը կոպիտ ասած աղմախ օրենքներ անում, երբ որ բիզնեսի կյանքը բարդացնում են, թանկացնում են, երբ որ անիմաստ պայմաններ են լրացուցիչ դնում ու հիմնական մասը, չեմ ասի բոլորը, բայց շատ դեպքերում դրանք պոպուլիստական են, ժողովրդը հաճո փոփոխություններ են, կամ մտած կամ այս կամ այն падգամավորի կամ падգամավորական խմբի կամ միգուցե նաև կառավարության ցանկություններն են չհիմնավորված եւ այլն։ Առաջ զայրանում էին։ Չափազանց զայրանում էի, վրթովում էի, ասում էի, բայց դա տնտեսության համար լավ չի, պետության համար։ Հիմա անկեղծել եմ, որ չեմ զայրանում։ Ասում եմ, մեզ լավ։ Որովհետև այդ խնդիրը բերելու է նրան, որ մենք աշխատենք։ Ամերիկայում տենց մոտեցում կա, ասում է, երբ որ պետությունը, կոնգրեսը ընդունում է նոր օրենք, ասում է, եւս մեկ նոր օրենք իրավաբանների գործազրկության դեմ։
Հիմա շատ դեպքերում Հայաստանում տենց օրենքներ են ընդունում, որոնք բիզնեսի համար վատ են։ Գործ են բացում։ Բայց գործ են բացում իրավաբանների, փաստաբանների, հաշվապահների, խորհրդատուների համար։ Սա մի կողմից բիզնեսի տեսանկյունից ուրախանում ես, բայց մյուս կողմից էլ մտածում ես, լավ, ես էլ եմ այս երկրի քաղաքացի, ես էլ եմ այս տնտեսության մասնիկը, դա երկրի համար լավ չի, բիզնեսի համար լավ չի։ Այ սա է, որ ինձ երբ որ ավելի սառն եմ դատում, դա նեղացնում է, ինչի համար այս օրենքներ կամ փոփոխություններ կատարվեցին, որոնք բարդացնում են մարդկանց կյանքը կամ ընդհանրապես բիզնեսը դառնում է ավելի ծախսատար, որովհետև քաղաքականություն մշակողը մտածում է, թե ծախսը դրեց ինքը բիզնեսի վրա, բայց իրականում չէ, ինքը դնում է սպառողի վրա։ Վերջնական դրա համար վճարողը սպառողն է։ Այսինքն կարող ենք որոշել, որ մենք օրինակ եմ բերում, հա, պետք է մրցակցության մասով կամ սպառողների շահերը պաշտպանում ենք եւ լրացուցիչ ինչ-որ բաներ գրել տանք ապրանքի վրա։ Բիզնեսը դա անում է, մի քիչ կթանկանա, բայց այդ ծախսը տեղափոխվելու է անպայման սպառողի վրա եւ վերջ-վերջը մենք ենք վճարելու դրա համար։ Իսկ ձեր բիզնեսի առումով, փաստաբանական, այսպես գրասենյակի առումով, արդյոք կարգավորումներ անհրաժեշտ չեն այս դաշտում, որովհետև մեկը այսպես մի հատ փաստաբան է ունենում լիցենզավորված, հայտարարում է փաստաբանական գրասենյակի մասին։ Միգուցե ժամանակն է նաև այդ դաշտն էլ ինչ-որ կարգավորել։ Այո, համաձայն եմ եւ այդ առումով ես ու մի քանի գործընկերներ փորձել ենք ինչ-որ նախաձեռնություն անել, դեռևս հաջողությամբ չի փսակվի այդ նախաձեռնությունը։ Բազմաթիվ երկրներում փաստաբանական գրասենյակները առանձին կարգավորումներ ունեն, որոնց մեջ մտնում են մի քանի կարևոր կանոններ, էթիկայի կանոններ։ Այսինքն մարդիկ պետք է ունենան էթիկայի կանոններ եւ դա հրապարակ են։ Շահերի բախման կարգավորումներ, պրոֆեսիոնալ պատասխանատվության ապահովագրություն, մրցակցելու կանոններ եւ այլն։ Այսինքն վերջերս աշխարհում չափազանց արդիական է դառնում փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ ֆինանսավորման դեմ պայքարի ինստիտուտներ ունենալ փաստաբանական գրասենյակներում։ Աշխարհում կան մասնագիտացված կարգավորումներ կամ փաստաբանական պալատն է առանձին նրանց կարգավորում, նրանց համար սահմանելով առանձին կանոններ կամ առանձին կարգավորող է իհայտ գալիս։ Հայաստանում փաստաբանական պալատը փաստաբանների կարգավորող մարմինն է, ճիշտ է, որոշակի իրավասություններ իրավական ունի նաև փաստաբանական գրասենյակների նկատմամբ, բայց ավելի շատ պալատը իմ տպավորությամբ ավելի շատ ուշադրություն է դարձնում փաստաբանների այդ աշխատանքի, քան փաստաբանական գրասենյակների, որոնք զգալիորեն տարբեր են։ Անկախ փաստաբանը, որը ինքնուրույն է աշխատում, ինքը ունի բավարար անկախություն եւ ինքը իր գլխի տերն է։ Իսկ գրասենյակը որոշակի տարբերություններ ունի, որովհետեւ շատ ավելի խոշոր հաճախորդների հետ է զբաղվում, շատ ավելի հավանական է, որ նա ունենա շահերի բախման խնդիրներ, էթիկայի հետ կապված խնդիրներ եւ այլն։ Ու դրանք պետք է կարգավորեն։ Վերադառնալով կադրերին, ըստ ձեզ կադրերի մասով մենք ինչ անելիք ունենք, նկատի ունենալով մեր կրթական համակարգը, նաև հետբուհական, այսպես կրթական համակարգը վերապատրաստումները, այստեղ ինչ նոր գաղափարների կամ ծրագրերի կարիք կան։ Ասեմ, որ բոլոր գործընկերները մեր ընկերությունում դասավանդում են, բոլորը անխտիր, ու դասավանդման հիմնական նպատակը ոչ թե գումար աշխատելն է դասավանդումից, որովհետև դասավանդումից զգալի գումար չես աշխատում, այլ կորցնում ես, որովհետև մյուս գործը չես անում, այլ կադրեր բերելն է։ Մենք ինչ ենք անում։ Յուրաքանչյուր ամառ ընդունում ենք 20, 30, 40 4-րդ կուրսի, 3-րդ կուրսի ուսանողներ։ Գալիս են անցնում են պրակտիկայի խողովակով անցնում են։ Դրանցից ընտրում ենք 10-ին պայմանական, հա, կամ 25%-ի 1/4-ին, հետո նրանց հետ կնքում ենք պայմանագիր արդեն աշխատանքային որպես օգնականներ, հետո կրծել, մաղվում եւ մեր բանը տեղից ենք, հա, հավաքում, հույս ունենալով, որ ամեն տարի մենք կունենանք նոր արյուն ընկերությունում։ Եվ նաեւ կսովորացնենք ինչպես աշխատել։ Խնդիրը մեր, որ բուհական, գոնե իրավաբանական ոլորտում, բուհական համակարգը եւ գործատուները չեն խոսում միմյանց հետ, չեն խոսում։ Օրինակ, Միացյալ Նահանգներում սովորելու տարիներին հիշում եմ, որ իրավաբանական դպրոցում
երբ որ սովորում եմ, հիշում եմ, որ տվյալ նահանգի փաստաբանների պալատը հաստատում էր այն դասաժամերը, որոնք պետք է անցնեին համալսարանում, այսինքն փաստաբանների պալատը եւ համալսարանները իրար հետ կապի մեջ են եւ համալսարանները անընդհատ պալատից հարցնում են թե ինչպիսի դասերն են կարեւոր, որոնք են արդիական եւ այլն։ Այդ կապը չկա մեզ մոտ։ Եվ այդ կապը պետք է կարողանանք ստեղծել։ Հիմա ոչ ֆորմալ, գիտեմ, որ բազմաթիվ գործընկերներ իմ այլ տեղերում դասավանդում են, փորձում են այդ կապը ձևավորել, բայց պետք է այդ կապը ֆորմալացվի եւ բուհական համակարգն ու կրթական համակարգը իրար հետ պետք է խոսեն։ Հաճախ իրարից անտեղյակ են։ Մեր ավանդական հարցին եմ վերադառնում, ինչպես եք տեսնում Անդերսեն ընկերության զարգացումը 5 տարի հետո։ Ես վստահ եմ, որ AI-ը կամ արհեստական բանականությունը իրավաբանության խորհրդատվության բնագավառում կտրուկ փոփոխություններ է անելու, կտրուկ։ Նույնիսկ հիմա, երբ որ ուղարկում ես ինչ որ մի խորհրդատվություն կամ պայմանագիր, հաճախորդը վերցնում է միանգամից արհեստական բանականության օգտագործությամբ, քեզա ստուգում եւ այլն։ Այսինքն դա կտրուկ փոխվելու են եւ իրավաբանների կատարած աշխատանքն է փոխվելու։ Ես տեսնում եմ ապագան երկու առումով մարդկային հարաբերությունների ուժեղացման, որտեղ ինչ որ մի պահ գալու է, որ մարդիկ կարող են լինելու մարդկանց հետ շփման։ Սա առաջինը մարդկային հարաբերությունների ուժեղացումը, եւ երկրորդ պրոդուկտների ձևավորումը, որոնք պրոֆեսիոնալ են, ոչ թե արհեստական բանականության ընդհանուր հավաքված գիտելիքներով ստեղծված են, այլ պրոֆեսիոնալ իրավաբանների կողմից են ստեղծված եւ օգտվելով առիթից դեռևս այդ բանը չենք տղվել, սկիզբը չենք տվել, բայց մայիսին մենք մի նոր պրոդուկտ կթողարկենք, ուղղակի օգտագործելով առիթ եմ ասում, որը կոչվում է LegalWise։ LegalWise-ը պլատֆորմ է, որտեղ մարդիկ կարողանալու են շատ էժան գներով գնել փաստաթղթեր առանց իրավաբանի օգնության։ Այսինքն եթե մարդը օրինակի համար ուզում է տունը վերանորոգել եւ ուզում է իր, այսպես ասած, բանվորների ղեկավարները կամ պրարաբ, ինչպես ժողովրդական լեզվով ասած, ինչ որ համաձայնություն ձեռք բերել, կարողանալու է պարզ լեզվով մշակված պայմանագիր գնել պայմանական 10,000 դրամով։ Փոխանակ մի քանի 100,000 վճարի իրավաբաններին դա ֆորմալացնելու, կարողանալու է շատ ավելի էժան գնով դա գնել եւ ինքը կնքել այդ պայմանագիրը, բայց այդ պայմանագիրը անցնում է 4 էտապ որակի հսկման, այսինքն մշակվում է իրավաբանների կողմից, ստուգվում է 3 անգամ, ապա սրբագրիչն է նայում եւ այստեղ կարեւորը որ լեզուն լինի ոչ թե խրթին իրավաբանական, այլ բարձ։ Հաջորդ բանը դրա արհեստական բանականությամբ դա ձևավորելն է։ Շնորհակալ եմ պարոն Ավետիքյան հետաքրքիր զրույցի համար, ձեր նոր ծրագրերում հաջողություն եմ մաղթում, վստահ եմ մեր հետևորդները կհետևեն ձեզ, ձեր ընկերության գործունեությանը, ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Անդերսեն կայքեջից, բավական ակտիվ հագեցած կայքեջ է, եւ նոր ձեր հարթակը ել ավելի մոտիկ կդարձնի ձեր ծառայությունները սպառողական շուկային։ Շնորհակալ եմ շատ։ Հարգելի հետևորդներ, կարծում եմ այսօրվա մեր թեման ձեզ համար ոչ միայն մասնագիտական, այլ նաև այսպես կենցաղային կարող են օգտագործելի լինի, հաշվի առնելով, որ մենք տարբեր իրավաբանական խորհրդատվության կարիք ենք ունենում պարբերաբար եւ ունենում ենք մարդու կարիք, որ այդ մեր հարցերին կպատասխանի։ Այսպիսի էլեկտրոնային հարթակները իրավական խորհրդատվությունը ժամանակակից աշխարհի մաս են կազմում եւ մենք պետք է փորձենք այս նոր գործիքներից օգտվել եւ մեր խնդիրները արագ լուծել։ Հետևաբար մեզ մնում է տեղեկատվությունը հավաքել, օգտվել տարբեր կայքերի հարթակներից եւ փորձել լուծել մեր խնդիրները։